Էրիկ Կրբաշյանն այժմ նկարահանվում է Դիանա Գրիգորյանի ստեղծած «Վերջին զանգը» հեռուստասերիալում, որը բազմիցս նշվել է որպես ամենաբարձր ռեյթինգային նախագծերից մեկը։ Սերիալում Էրիկը մարմնավորում է երիտասարդ, խարիզմատիկ և ներքին պայքարներով ապրող կերպարի, որն աչքի է ընկնում թե բարդ բնավորությամբ, թե երբեմն հակասական որոշումներով։ Նրա կերպարը՝ Արամը, հայտնվում է երկընտրանքի առաջ բարու և չարի սահմանագծում, մի կողմից նրա շուրջ ծավալվող իրադարձությունները ստիպում են գործել կոշտ և երբեմն սուր, մյուս կողմից կերպարի ներսում կա մեղմություն, խոցելիություն ու չբարձրաձայնված ցավ։ Դերասանը կարողացել է Արամին տալ ոչ միայն արտաքնապես գրավիչ տեսք, այլ հոգեբանական խորություն։ Նրա խաղը համոզիչ է, զգացմունքային ու երբեմն շոկային, հատկապես այն պահերին, երբ կերպարը բախվում է ճշմարտության, դավաճանության կամ սիրային հիասթափության։ Սերիալի հանդիսատեսը Էրիկի կերպարին արձագանքում է մեծ հետաքրքրությամբ, սիրելով նրան, երբեմն գնահատելով, քննադատելով, բայց երբեք անտարբեր չմնալով։ Էրիկ Կրբաշյանի կերպարը «Վերջին զանգում» միանշանակ հիշվող ու խորն է։ Նրա ներկայությունը սերիալում ավելացնում է լարվածություն, դրամատիզմ և իսկական դերասանական որակ, ինչը շատերի ուշադրությունն է գրավել։ Դատելով կերպարի զարգացման ընթացքից կարող ենք ակնկալել, որ սյուժեն դեռ երկար ժամանակ պահելու է Էրիկի կերպարը բարդ իրավիճակների կիզակետում։ Նշենք, որ Էրիկ Կրբաշյանի հիմնական խաղընկերուհին սիրված դերասանուհի Աիդա Կարապետյանն է։ Նա այն երիտասարդներից է, որոնք ոչ միայն ունեն մասնագիտական հստակ ուղղություն, այլև այն ձևավորել են տարիների ընթացքում կայունությամբ, համառությամբ ու ինքնազարգացման ձգտումով։ Էրիկ Կրբաշյանը 3 ինստագրամի իր էջում կատարել էր մի գրառում, հրապարակելով լուսանկարներ, որը մի կողմից հումորով էր գրի առնված, իսկ մյուս կողմից արտացոլում էր նրա անցած ուղին և ներկայիս ձեռքբերումները։ 2009 թվականը հենց սկիզբն էր 155 հիմնական դպրոցում, այսպես է սկսվել նրա ուղին։ Տասնամյակներ անց, երբ մարդիկ հետ են նայում իրենց մանկության դպրոցական տարիներին, հաճախ այդ հիշողությունները դառնում են մղոնակարեր։ Էրիկի համար դպրոցը եղել է այն հարթակը, որտեղ ձևավորվել են ոչ միայն առաջին գիտելիքները, այլև սկզբունքները, արժեքներն ու ապագայի հանդեպ ունեցած մոտեցումը։ 2018 թվականից 2021 թվականը Երևանի պետական բժշկական համալսարանի քոլեջ։ Դպրոցից հետո Էրիկն ընդունվել է Երևանի պետական բժշկական համալսարանի քոլեջ, որտեղ անցել է մասնագիտական առաջին լուրջ փուլը։ Քոլեջի տարիները երիտասարդի համար դարձել են ինքնաճանաչման, ավելի խորացված ուսման ու մեծ պահանջների ժամանակաշրջան։ Այնտեղ նա ստացել է ոչ միայն առողջապահական հիմնարար գիտելիքներ, այլև ձևավորել բժշկի կոչման նկատմամբ պատշաճ վերաբերմունք ու նվիրվածություն։ 2021 թվական և ցմահ Երևանի պետական բժշկական համալսարան քոլեջից հետո Էրիկն իր ուղին շարունակել է հենց Երևանի պետական բժշկական համալսարանի բուհական հիմնական ծրագրով։ Իր գրառման մեջ նա կատակով նշում է, որ ավարտական նկարները լինելու են միայն 2 տարի անց, բայց ուսումը կարծես շարունակական է նույնիսկ ցմահ։ Այս արտահայտությունը որքան էլ ժպիտ առաջացնի, միաժամանակ շատ բան է ասում։ Էրիկը գիտակցում է, որ բժշկությունը երբեք չի ավարտվում։ Սա այն մասնագիտություններից է, որտեղ մարդը մշտապես սովորում է, կատարելագործվում ու ծառայում մարդկանց։ Նրա ջանասիրությունը, անկեղծ վերաբերմունքը մասնագիտության հանդեպ և հումորային նոտայով արված հրապարակումը ցույց են տալիս Էրիկը ոչ միայն բժիշկ դառնալու ճանապարհին է, այլև արդեն իսկ ունի այն մարդկային տեսակը, որն անհրաժեշտ է այս ոլորտում հաջողելու համար։ Այսօր, երբ շատ երիտասարդներ դեռ փնտրում են իրենց տեղն աշխարհում, Էրիկի նմանները գալիս են հաստատելու, որ հաստատակամությունը, նպատակասլացությունն ու սիրով արված աշխատանքը բերում են ոչ միայն արդյունքի, այլև հստակ ինքնության։ Նա իր հրապարակումներում չի փորձում ինչ-որ բանով պարծենալ, այլ կիսվում է իր ուղով, տալով մյուսներին մոտիվացիա, թե ինչպես կարելի է համառությամբ հասնել երազանքին։ Էրիկն այն սերնդից է, որ նոր կյանք է ներշնչում ոլորտին։ Բժշկի մասնագիտությունը պահանջում է ոչ միայն գիտելիք, այլև մարդկային բարձր որակներ, կարեկցանք, համբերություն, բարություն։ Նրա ուսանողական ընկերները հաճախ նշում են,
Էրիկը թիմում միշտ է աջակցության աղբյուր, լինի դա դասի դժվար պահ, թե հուզական աջակցություն։ Չնայած Էրիկը դեռ ուսանող է, սակայն նա մտածում է ապագայի մասին։ Նա գիտի բժշկի ճանապարհը հեշտ չէ, բայց պատրաստ է այդ ուղին անցնել արժանապատվորեն։ Նրա ջանքերը և միաժամանակ կյանքի հանդեպ ունեցած թեթև դրական վերաբերմունքը նրան դարձնում են այն բացառիկ երիտասարդներից մեկը, ով գիտի ինչպես համադրել մասնագիտությունն ու մարդ լինելը։ Էրիկ Կրբաշյանն իրական կյանքում շտապօգնության բժիշկ է։ Այո, ճիշտ լսեցիք, երբ տեսախցիկներն անջատվում են, նա շարունակում է իր ամենօրյա պայքարը, այս անգամ կյանքի ու մահվան սահմանագծին մասնագիտությամբ որպես բժշկական օգնության հրատապ փրկարար։ Այս հանգամանքը կերպարին ավելացնում է անկեղծություն, իսկ դերասանական խաղին՝ հստակություն ու խորություն։ Էրիկ Կրբաշյանն, ինչպես արդեն նշեցինք, բժշկական ուղով սկսել է քայլել 2018 թվականին Երևանի պետական բժշկական համալսարանի քոլեջում ուսանելով, այնուհետև 2021-ից սովորում է Երևանի պետական բժշկական համալսարանում, շարունակելով իր ուղին դեպի մասնագիտական կատարելություն։ Էրիկ Կրբաշյանի օրինակն ապացուցում է, որ մի մարդու մեջ կարող են համատեղվել և մասնագիտական պատասխանատվությունը, և ստեղծագործական ձգտումը։ Նա սիրով կիսում է իր առօրյան, հպարտությամբ է կրում շտապօգնության համազգեստը և հպարտությամբ է ներկայանում հանդիսատեսին իր կերպարով։ Նրա ճանապարհը դեռ երկար է, բայց արդեն կարելի է վստահ ասել՝ Էրիկը սեր ու հարգանք է վաստակել երկու ճակատում՝ և որպես բժիշկ, և որպես դերասան։